Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել վճռականություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության հարցում, ինչպես դա տեղի է ունեցել Իրանի հետ Իսրայելի դիմակայության ժամանակ։ Մելոնին ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, սակայն հայտնել է, որ վճռականություն պետք է դրսևորել նաեւ Ուկրաինայի եւ Գազայի հատվածի նկատմամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփին ես ասել եմ, որ վճռականությունը պետք է դրսևորել մյուս երկու հրադադարների նկատմամբ։ Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանը չի ցանկանում պատասխան քայլեր անել, եւ Գազայում, որտեղ իրավիճակն անտանելի է, հայտնել է Իտալիայի վարչապետը։ Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտությունը կտրուկ սրել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ Պաշտպանության նախարարը պատմել է, որ Ռուսաստանը հունիսի 13-ին հակամարտությունը սկսվելուց անմիջապես հետո եւ բոլոր մակարդակներում ցավակցություն է հայտնել Իրանին բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը վճռականորեն դատապարտել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածներն Իրանի տարածքին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել նվազեցնել ռուսական ախորժակը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների միջոցով։ Ռուսական ախորժակը նվազեցնելու համար պետք է պատժամիջոցներ կիրառել, որքան հնարավոր է շատ բաղադրիչների, բանկերի, էներգետիկ ոլորտի, պաշտպանական արդյունաբերության վրա։ Դա վերաբերում է Եվրոպային, Ասիային, Չինաստանին, Թալվանին եւ այլ երկրներին, որտեղ ընկերությունները դեռ վաճառում են Ռուսաստանի Դաշնությանը այն բաղադրիչները, որոնք նրանք օգտագործում են հրթիռների արտադրության համար, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի հաղթանակի բանալին ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ ժողովրդավարական աշխարհի ռազմավարական միասնությունը, իդեմս Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների, որտեղ հատուկ դեր պետք է խաղա Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է տոնայնությունը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ, քանի որ ավելի ու ավելի է հիասթափվում Ռուսաստանի ղեկավարից մաքսիմալիստական պահանջների պատճառով։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նյութում նշվում է, որ Թրամփը համակրանք է ցուցաբերել Զելենսկու նկատմամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հանդիպումից հետո նրան անվանելով շատ սիրալիր, սակայն Պուտինի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Միացյալ Նահանգների նախագահը երկար ժամանակ տատանվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների նկատմամբ իր վերաբերմունքի մեջ եւ գագաթնակետը Զելենսկու հետ բախումն էր Օվալաձև կաբինետում, որից հետո Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցրեց ռազմական եւ հետախուզական օգնությունը Կիևին։ Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո ավելի շատ հեռացվել է Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի ու Իսրայելի հակամարտության ուղղությամբ աշխատանքից։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը։ Այս տարվա մարտին Գաբարդը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի աշխատանքի նշաններ չեն տեսնում։ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածների ֆոնին Թրամփը քննադատել է Գաբարդին եւ նրա ներկայացված տվյալները սխալ է անվանել։ The Washington Post-ի տվյալներով Գաբարդն այլևս էական դեր չի խաղում Իրանի միջուկային ծրագրի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման հարցում։ Նա նաև չի մասնակցի հունիսի 26-ին եւ 27-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համար նախատեսված փակ ճեպազրույցներին։